Գիտելիք չունենք, գիտելիք։ Եվ ուրեմն, գուցե պետք չէ զարմանալ մտքից, թե հայ առաքելական եկեղեցին 301-ին է ստեղծվել պետության կողմից ու պետության որոշմամբ։ Ինչու ենք մենք քրիստոնյա։ Մենք քրիստոնյա ենք մի բաց պատճառով, որովհետև Տրդատ մեջ թագավորը առավոտյան վերակացե եւ հրով արտակ աստորագրե, որ մենք այլևս քրիստոնյա ենք։ Հարցը առաջանում 301 թվից առաջ մենք հայ եղել ենք, թե չենք եղել։ Մենք հայ կոչվել ենք, թե չենք կոչվել։ Բնականաբար կոչվել ենք, բայց քրիստոնեությունն էլ չի եղել, տառերն էլ չի եղել, Հայաստանյան առաքելական եկեղեցին էլ չի եղել։ Մենք ինչի հաշվին ենք, բա ո՞նց է որ մենք հայ ենք կոչվել։ Մենք հայ ենք կոչվել մեր պետության քաղաքացիք ամեն ժամանակ կոչվում էին հպատակ։ Մենք հայ ենք կոչվել մեր թագավորների հայ լինելու պատճառով։ Տարակուսած են մասնագետները, հոգևորականները, Փաշինյանական այս տեսությունը ասում են կեղծ է ու հիմնազուրկ։ Հայ եկեղեցին Հիսուս Քրիստոսն ու նրա երկու աշակերտները առաջին դարում են հիմնադրել։ Ինչպես կարող էր պետությունը ստեղծել մի բան, որը ինքը հալածում էր։ Տրդատ թագավորը մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակելը ըստ մեզ հասած հավաստի պատմագրական աղբյուրների արդեն ուներ երկու խիստ հրովարտակներ, որով ոչ միայն հալածում էր քրիստոնյաներին, այլ նաև խիստ պատիժներ էին սահմանվում դրանց համար, ովքեր կհամարձակվեին թաքցնել քրիստոնյաներին։ Վարչապետը նորամուծություն է առաջարկում։ Ճիշտ կլինի ասում է կիրակնօրյա պատարակներից առաջ 10:55 բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն պետական օրհներգը, ինչու բացատրում է։ Պատարակի տեքստում մի տող է գտել. խորհուրդ խորին, անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանց փառքով զարդարեցիր։ Եվ ուրեմն պատարակից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջև։ Ավելին, օրհներգը միայն քիչ կլինի։ Եռագույնն էլ ըստ Փաշինյանի պիտի ծածանվի եկեղեցու մուտքի մոտ կամ ներսում, կքննարկեն։ Մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։ Պետական խորհրդանիշների նկատմամբ եկեղեցու ակնածանքը չի քննարկվում, ասում է Տեր Արարատը, բայց ինչպես սկսել ու ավարտել պատարակը, ինչ խորհրդանիշներ ունենալ եկեղեցում, խորհուրդների, հորդորների կարիք չունեն։ Եկեղեցին մայր օրենքով Հայաստանի Հանրապետության անջատ է պետությունից եւ եկեղեցու ընթացիկ աշխատանքները եւ ինչպիսի հատկապես ծեսին վերաբերող հատվածները չեն վերաբերում որևէ մեկին, քան եկեղեցու կանոնական մարմիններին, որոնց կողմից է սահմանվում, թե ինչպես պետք է սկսել ծեսը կամ եկեղեցապատկան տարածքներում, ինչպես կամ ինչ ձևով պետք է բարձրացվեն դրոշները։ Որքան էլ մայր օրենքն ասի եկեղեցին պետությունից անջատ է, վեհափարից հրաժարական պահանջող գործադիրի ղեկավարը, որ Կիրակից Կիրակի շարքային հավատացյալ է ներկայանում, արդեն ճանապարհային քարտեզ ունի։ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, կանոնագրքի ընդունում, ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ նոր կանոնագրքի համաձայն, եւ այս ամենը վեհափարի հեռանալուց հետո։ Հայոց եկեղեցու կյանքը կարգավորող կանոնները այսօր բավարարում են եւ մայրաթորը վստահ են, որ ունի իր կանոնների վերաբերյալ տեսակետը եւ ունի հայոց կանոնագիրքը, որը այսօր էլ գործադրվում է մեր կյանքից ներս, որը կարգավորում է եւ մեր ընթացիկ գործունեությունը եւ կարգավորում է բոլոր տեսակյային խնդիրները, որոնք առաջ են գալիս եկեղեցու գործունեության ընթացքում, այնպես որ նոր կանոնագրքի հարցը դա արտաքին որևէ մեկի միջամտության արդյունքում չպիտի լինի։ Կանոնները ներսում են քննարկում, վերափոխում, բարեկարգում։ Մայրաթորի ներկայացուցիչը վստահեցնում է, այստեղ էլ դրսից միջամտության, օգնության, խորհրդատվության կարիք չունեն։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայելյան, Էպիկենտրոն։